Հարգելի հայրենակիցներ, աղանդավոր Նիկոլը արդեն բացահայտ իր գրպանում հայտնված ԱԱՑ-ն սկսել է օգտագործել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ժամեր առաջ ԱԱՑ-ն իբր թե գաղտնաձերծել էր Եզրած arczepiskopos-ին կաթողիկոս Գարեգին II-ի եղբորը վերաբերող իբր թե պաշտոնական փաստաթուղթ, իրականում դա քսերոքս արած ինչ-որ թղթի կտոր էր, որով փորձում են ապացուցել, որ Եզրած arczepiskopos-ը ուշադիր 1986-ից 88 թվականները եղել է Խորհրդային Միության ՊԱԿ-ի գործակալ եւ ուրեմն համագործակցել է ՊԱԿ-ի հետ։ Խնդիրը նրանում է, որ նախ այս փաստաթուղթը, որը ներկայացվում է Նիկոլի եւ նիկոլական լրատվամիջոցների կողմից, շատ խնդրահարույց է այն առումով, որ որքան հիշում եմ դեռ 83 թե 82 թվականին Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեի փաստաթղթավորման վերաբերյալ ընդունված որոշման մեջ կոնկրետ կետ կա, 49-րդ կետն է, որքան հիշում եմ, որի համաձայն շատ երկար բարակ չնշեմ այդ կարգը, բայց գրված է, որ պարտադիր փաստաթուղթը պետք է լրացված լինի ռուսերեն լեզվով։ Այստեղ մենք տեսնում ենք ինչ-որ հայատառ փաստաթուղթ առանց ուրեմն օրվա եւ ամսվա ծնունդի վերաբերյալ ուրեմն տեղեկությունների, առանց ազգության վերաբերյալ տեղեկությունների, որոնք միշտ պարտադիր են եղել Խորհրդային Միության փաստաթղթերի մեջ լրացման համար։ Եվ այս պրիմիտիվ կեղծիքով փորձում է կապիտուլյանտ ոչնչությունների պարագլուխը համոզել ժողովրդին, որ Եզրած arczepiskopos-ը դավաճան է եղել եւ ծառայել է ուշադիր այլ պետության ուրեմն գաղտնի ծառայության շահերին եւ երեկել, որ մայրաթոռում որոշ նիկոլականներ գորգրում էին դավաճան, ենթադրաբար հենց սա նկատի ունեն։ Նշեմ այդ տգետ ապուշներին, որ նախ 86-ից 88 թվականներին Հայաստանը անկախ չի եղել եւ եթե, կրկնում եմ, եթե ենթադրենք, որ Եզրած arczepiskopos-ը համագործակցել է ԱԱՑ-ի հետ, ինքը չի կարող լինել ուրեմն դավաճան, այսինքն ոչ թե ԱԱՑ-ի, այլ Խորհրդային Միության ՊԱԿ-ի հետ, որովհետեւ ինքը համագործակցել է այն պետության գաղտնի ծառայության հետ, որի քաղաքացի է եղել։ Հարգելի հայրենակիցներ, հուսամ այն մարդիկ, ովքեր նայում են իմ եթերները, այնքան ուղեղ ունեն, որ հասկանում են, որ Խորհրդային Հայաստանը եղել է Խորհրդային Միության մաս եւ ՊԱԿ-ի հետ համագործակցած յուրաքանչյուր ոք չի կարող դավաճան լինել կամ ուրեմն պիտակավորվել որպես այլ երկրի գործակալ, հատկապես եւ որ այդտեղ կոնկրետ իրենց իսկ կողմից ուրեմն բացահայտված կամ գաղտնաձերծված այդ թղթի կտորում նշված է, որ 86-ից 88 թվականներին է այդ ամենը եղել։ Հաջորդը, հարգելի հայրենակիցներ, եթե նույնիսկ կրկնում եմ, մտածենք, որ Եզրած arczepiskopos-ը համագործակցել է ՊԱԿ-ի հետ խորհրդային, հետաքրքիր է իմանալ, այդ համագործակցության արդյունքում մարդիկ զոհվել են, ասենք օրինակ Նիկոլը, որը իրեն հռչակում է որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իրականում աղանդավոր է եւ հայրենասիր, իրականում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 23 թվականի իրադարձությունները իր պատճառով սպանվել է 5000-ից ավել մարդ, որոնց 95%-ը երիտասարդներ են։ Եզրած arczepiskopos-ի ենթադրյալ ՊԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են, Եզրած arczepiskopos-ի ենթադրյալ ՊԱԿ-ի հետ համագործակցելու արդյունքում մենք Արցախը կորցրել ենք։ Լավ, հիմա այս անասունություններին նիկոլականների ես իմ հարցը տամ։ Սորոսականները բացահայտ օտար երկրի գործակալական ցանցի ներկայացուցիչներ են ինձ համար
եւ համագործակցելով այդ ուրեմն անձի եւ նրա կողմից ստեղծված հկների հետ նրանք բացահայտ հակահայկական գործունեություն են ծավալում։ Գումարած դրան, վերցնենք մեկ մարդու, որի գործակալ լինելու վերաբերյալ կասկած չկա, որ ինքը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ գործակալ է եղել։ Դա Նիկոլի արտգործնախարար Արաբատ Օմեգա գործակալ Միրզոևն է, որը իբր թե ընդդիմադիր լինելով 2007 թվականին եղել է ԱԱԾ գործակալ։ Նիկոլ անհող, դու ես մասին մտածի։ Հիմա ուրիշ փաստ արձանագրենք նույն ուրեմն Արաբատ Օմեգա գործակալ Միրզոևի պահով։ Ես հավատում եմ Միքայել Մինասյանին, որ այս անձը մինչև իբր թե Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից գործակալ դառնալը, իսկ ինքը իրականում Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ գործակալ դառնալով չի հրաժարվել իր նախկին անպատվաբեր գործից, եղել է թուրքական գործակալ։ Նիկոլ անհող, դու քո կառավարության անդամ հանդիսացող գործակալների մասին խոսի, ովքեր բացահայտ հակահայկական քարոզչություն են տանում եւ գործողություններ են անում։ Այն Մարիաներից եւ այլիդ։ Իդեպ նաեւ նշեմ, որ Նիկոլի գրպանում ծվարած մի հատ ճաղատ շնիկ կա, փոքրիկ ճղճղան, սպառնում է, թե սա նախավերջին զգուշացումն է, հաջորդը կլինի կաթողիկոսի գործակալ լինելու վերաբերյալ ուրեմն ապացույցները։ Եվ հետո, ասենք, Նիկոլի գրպանում ծվարած անպատվաբեր կառույցը արդեն դարձած ինձ համար ԱԱԾ-ն, ինչ որ այսպիսի խուլիգանություններով փորձում է ցեղ շպրտել հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա։ Շատ լավ կլինի, որ երեք արդեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ Նիկոլին ծառայող 10 եպիսկոպոսների վերաբերյալ Նիկոլ ունի բազմաթիվ կոմպրոմատներ, եւ այդ կոմպրոմատներով է պարտադրում նրանց ծառայել իրեն։ Նիկոլ անհող, կբացահայտես ինչ ունես Կճոյանի, Միրզախանյանի, Քյարամյանի, այն Պոտոքսացի, այն դրա ընկերոջ, այն Յագուար քշող վայոց ձորի թեմի առաջնորդի, այն Գևորգ arciepiskoposեն, որ կաթողիկոսի քրոջ տնից դուրս չէր գալիս, այդ դրանց մասին մի հատ բացահայտի, որ հանրությունը իմանա, թե դրանց ինչպես է շանտաժում ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, որ հլուհնազանդ կանգնած են կողքիդ ու սարսափում են, թե ինչեր գիտես դու նրանց մասին, թե չէ 1986-ից 88 թվականներին իրենց հայրենիքի համար ԱԱԾ-ի կամ խորհրդային միության ՊԱԿ-ի հետ համագործակցած մարդկանց վերաբերյալ տեղեկություններ հաղորդելուց զատ նախ բացահայտի, թե այդ համագործակցության արդյունքում ովքեր են տուժե, քանի հազար մարդ է մեռել, ինչ տարածքներ է խորհրդային Հայաստանը կորցրել։ Հարգելի հայրենակիցներ, չհավատաք Նիկոլի ոչ մի խոսքին։ Այս ստախոս կեղծարար մանիպուլանտը փորձում է այս մեթոդներով ցեղ եւ կեղծ շպրտել հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, որովհետեւ ինքը նախ թուրքական պատվեր կատարող է, երկրորդը ինքը աղանդավոր է, ինքը կյանքի խոսք աղանդի մոլի երկրպագու է։